Ձայնիցդ հասկացա, որ էլի ինչ-որ բան ա եղել։ Աղոն Գրիշի տեղն է գտել։ Ոնց։ Չգիտեմ։ Ու թույլ ես տվել, որ այնտեղ մնա Գրիշը։ Չէ, տարել եմ մեր հին տուն։ Ու ամեն ինչ պատմել եմ Լեոյի հոր հետ կապված։ Ինչի հունան։ Զգում ես, որ պանիկայի մեջ ես ընկել ու դա կարող է մեզ սխալ կետի հանգեցնի։ Ես այդքանը հասկանում եմ։ Ուղղակի Աղոն կանգնեց Գրիշոյի մոտ, ասեց, կարող է ինձ էլ աղբորս նման սպանես։ Ինչ անեի։ Պետք է տենց նոր պատմություններ հորինեի, հա։ Ես հիմա ոչ դրա ժամանակն ունեմ, ոչ էլ դրամատրությունը։ Փաստորեն Ավոն հստակ որոշել է մեր ընտանիքը քանդի։ Ես Աղոյի գլուխն եմ քանդելու։ Ես դրա նման վտանգավոր ու անկանխատեսելի հիմար դեռ չեմ տեսել։ Լավ, մոռացի դրան։ Ավելի կարևոր բաներ կան։ Ինչ։ Այդ Լեոյի աղբոր վիրահատության համար $80,000 փող են ուզել։ Գնացել ֆեդերացիային ընդդիմել։ Ու ինչ ես մտածում։ Չգիտեմ։ Եթե Դավիթին ինչ-որ բան եղավ, Գրիշի արարքը մահափորձից կդառնա սպանություն։ Հասկանում եմ։ Ուրեմն պիտի նենց անես, որ չդառնա։ Նենց պիտի անես, որ դրանք ասեն Գրիշը չի եղել կրակողը։ Լուրջ։ Գնամ ոստիկանությանը տենց ասեմ, ոստիկանությունն էլ ասի դե լավ, որ տենց եք ասում, ուրեմն խնդիր չկա, գործը փակենք, անցնենք առաջ։ Ես միայն մի բան գիտեմ։ Եթե մի գրամ անգամ շանս կա իրավիճակը մեղմելու Գրիշի, մենք դա պետք է անենք։ Գնա Լեոյից հետ խոսի։ Ինա դու ինձ ձեռ ես առնում։ Բացարձակ։ Մենք հիմա այն կարգավիճակում չենք, որ ճակատ-ճակատի ինչ-որ մեկի հետ կռիվ տանք։ Գնա, ասա վիրահատության գումարը կտաս։ Մնացածը Վահագը կմանրամասնի, թե ինչա պետք անել։ Ես դրանց տուն գնաց հողը չեմ։ Կարող գիտես պետք է գնամ նստեմ այնտեղ խոսեմ, մի հատ էլ համոզեմ, որ Հունան, խոսքը տղայի ճակատագրի մասին է։ Պետք լինի բոլորով կգնանք։ Պետք լինի մեր վրայով կանցնենք։ Հասկանում ես, որ եթե Գրիշը նստի, կյանքը կկործանվի։ Չեմ ուզում դա թույլ տալ։ Ու դու էլ պիտի թույլ չտաս, լսում ես։ Ինա։ Երբեք ես չեմ խնդրի անես մի բան, ինչը քեզ կցածրացնի կվարկաբեկի։ Բայց հիմա չենք կարող ոչ մի բանի առաջ կանգ առնել։ Չենք կարող մտածել ցածրանալու մասին։ Գնա հետները խոսի։ Եթե մի գրամ շանս կա, մենք դա պետք է անենք։ Խնդրում եմ քեզ, գնա։ Կսպասեմ զանգիդ։ Ապերդ ամեն օր այս ժամին ուր ա գնում։ Խաղալու։ Խաղալու։ Այդ խաղալու մասին հեքիաթները ինձ էլ ա պատմել, բայց մեծ մարդ եմ ինչ-որ չեմ հավատում։ Արի այստեղ։ Դու ամեն օր այս ժամին ում հետ ես խաղում, որ ես չեմ ճանաչում։ Խառնուհաց եմ բերել, պապիկ։ Պապիկ, ես էլ ես եմ բոկե։ Պապի, գնանք։ Հա, բալես։
Չլավա որոշեցինք տնից դուրս գանք, համ գցրվենք, համ էլ ստեղ լանչի իրոք շատ համով է։ Հա, ես էլ եմ ինձ այստեղ շատ լավ զգում, բայց ուշքում միտքս թե վերջում ինչ ա լինելու։ Ոչ մեկս չենք կարող ասենք, Հելեն։ Պիտի ուղղակի սպասենք։ Լեոն այնքան է մեղքս գալիս։ Ու ամենավատն էնա, որ չգիտենք ոնց օգնենք։ Ես իրան լիովին հասկանում եմ, բայց Գրիշի համար էլ եմ մտածում, անհանգիստ եմ շատ։ Կներես, բայց ուղղից մեջ չի տեղավորվում իր արածը։ Լավ, ոնց կարելի է։ Արի այդ թեմայով չխոսանք։ Ես չէի պատրաստվում, դու Գրիշի անունը տվեցիր։ Ավելի անմարդկային քայլ չէր կարա ինքը ուղղակի աներ։ Մենակ այդքանը կասեմ ու արի իրոք փակենք հա իրա թեման։ Ես ուղղակի Լեայի համար եմ մտածում։ Մենք պիտի իրա կողքին լինենք ու փորձենք հարցեր չտանք։ Մենակ կողքին լինենք ու վերջ։ Փորձենք նենց անենք, որ շեղենք իրա ուշադրությունը։ Ախր գիտես է, որ հնարավոր չի։ Դե Հելեն լուծում եմ գտնում։ Իսկ կարողա զանգենք գա։ Հորաքրոջ տանն է, որ հարմար լինի ինքը կզանգի։ Այնա, Ինչ արեցիր։ ինչի հետ կապված։ Լեոյից տուն գնալու։ Այնա տեղից էլ լարված եմ ինձ ավելորդ մի լարի։ Ունան ընդամենը խնդրեցի գնաս այդ հարցը կարգավորես։ Ես էլ քեզ ընդամենը խնդրում եմ, ինչ չներվայնացնես կլինի։ Հունան խոսքը Գրիշի մասին է։ Ես չեմ հասկանում դու ինձանից շատ ես տաղուս մասին մտածում։ Ես տենց բան չասեցի։ Այդ դեպքում հանգիստ նստի ու սպասի։ Լվացվեք եկեք, հացը պատրաստ է։ Ինչ ասեց։ Չէ, հա։ Մանա, Ինչ։ սենց բաներ մի արա, վնաս կտաս քեզ։ Լեո, ընդհանրապես հետդ կռիվ անելու հավես չունեմ։ Նենց որ նստի հանգիստ հացդ կերելի։ Ճիշտ ասում։ Ես ուրախությամբ հայտարարում եմ, որ ինքը շատ ճիշտ ասում։ Երեխեն գործ չի անում, դժգոհում եք, հացասարքում դժգոհում եք, հետո Չեմ հավատում։ Չեմ հավատում, որ այն օրն եկա, որ պապին հետս համաձայնեց։ Լավ մի ոգևորվի։ Ոգևորվելու առիթ ընդհանրապես չկա։ Տանտերներ եկել։ Ասում էր մինչև վաղը տունն ազատեք։ սպասելի էր։ Չէ, դա կյանքից ձեռա քաշել, հա, ոնց որ։ Դե ասում էր հասել ենք այն օրվան, որ տան մոտ կրակոցներ են լինում։ Յա, ես վերջապես որոշեցի կապի դուրս գաք, Որոշեցի։ Ինչ ես եկել տուն։ որ տունն ազատեք, ոչ քննարկելու տրամադրություն ունեմ, ոչ էլ բացատրություններ լսելու։ Նենց չէ, զանգել եմ քեզ ինչ-որ բացատրություն տամ։ Դե բա ձեր անելունը արել եք արդեն, էլ ինչ բացատրես։ Դες լավ չի, տան դիմաց խրամատներ փորեք, պատերազմի դաշտ։ Լսի արա, աղբորս վրա են կրակել։ Հիվանդանոցում պարկած կյանքի համար կռիվ ա տալիս։ Ինձ ոչ քո տունն ա պետք, ոչ էլ դու, հասկացար, ընդհանրապես հետաքրքիր չեք մեզ։ Նախ հանգիստ խոսա։ Քո հետ ընդհանրապես խոսալու բան չկա, արա։
Մամ, վախենում ես։ Ուզում ես անկեղծ լինեմ։ Չէ, Շատ եմ վախենում, բայց վիրահատություն ես չէ։ բա ինչից։ Ով ես երեխա չեմ ու լավ հասկանում եմ ռիսկի հնարավոր բարդություններն ու հետևանքները։ Ես վախենում եմ քեզ մենակ թողնելուց, վախենում եմ կողքիդ չլինելուց։ Ուրեմն հիմա այդ ամեն ինչը մոռանում ես ու ժպիտը դեմքիդ գնում ենք վիրահատության։ Ամեն ինչ լավ է լինելու։ Նենց ոնց մենք ուզում ենք։ Մեզ իրոք որ երկար ու բարդ ճանապարհ է սպասվում բալես։ Ես չեմ ուզում, որ դու այդ ճանապարհին մի կողմ դնես քո երազանքներն ու նպատակները։ Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ ինչ էլ լինի, ես քո կողքին եմ ու ես քեզ կհասկանամ։ Ու իմացի, որ քեզնից թանկ ոչ մեկ չկա այս կյանքում։ Իմ համար էլ դու ես շատ կարևոր։ Կբուժվես ու կանցնենք մեր բնականon կյանքին։ Չեմ ուզում թուլանաս։ Ինչ էլ լինի, ամեն պարագայում ես քո հետ եմ։ Իսկ ոչ մի կարիերա, ոչ մի երազանք քեզնից ավելի կարևոր չեն։ Հիմա իմ թիվ 1 երազանքը քեզ բուժված տեսնելն է։ Իսկ մնացածը արդեն երկրորդական է։ Իսկ հիմա երկուսով գնում ենք իմ երազանքի համար պայքարելու։ Ոնց ես տղես։ Լավ, մամջան։ Այստեղ մնալը դե լավ է տանգավոր։ Մնանին ասել եմ։ Դե հա գիտեմ, բայց որտեղ է ապահով։ Հիմա ստիպված իմ պատճառով ես։ Սենց ապրումների մեջ։ Այդ Լեոյի հորպահով ամեն ինչ գիտեմ։ Ուղղակի զարմանում եմ ոնց է այսքան ժամանակ մեզնից թաքուն պահ է։ Ճիշտ են կարել։ Եթե անգամ գիտես, արի փակենք այս թեման չխոսենք։ Չէ, մամ։ Հարցեր կան, որոնց մեջ ես չեմ տեղավորվում։ Գրիշո փակի թեման։ Այսինքն քո համար նորմալ է այդ։ Ես հորդ այնքան եմ սիրել, որ ոչինչ չէր խանգարի մեզ իրար հետ լինել։ Դու նույն բանն ես արել Լեոյի հանդեպ։ Հորդ չմեղադրես։ Չէ, ես չեմ մեղադրում հորս։ Ուրեմն արի փակենք այս թեման։ Քեզ ուտելու բան եմ բերել։ Պապի, խոսացի տանտիրոջ հետ։ Ո՞։ Թե ինչու, վաղը դուրս են գալիս, դրան էլ ասելու բան չկա։ Ճիշտ է մարդ։ Ով կհանդուրժեր իր տան դիմաց այդ տեսակ բաներ։ Պապի կարող ես որ արդարացնելու գծի վրա ես։ Սենց որ գնաց այն հունանի լակոտին էլ կարդարացնես դու։
Բայց ինքը ճիշտ է։ Տանավերածությունը մի կերպ ոսկեցին գնաց։ Բայց սա արդեն չափից դուրս է։ Արես կողմանում։ Շպրտեմ քեզ ավտոյիդ մոտ, թե քո ոտով կգնաս։ Կիրկոսի մահը դարձակ, ով է։ Ոնց որ երկար ես մտածում։ Վատով ես սկսել։ Ես եկել եմ հագից զրուցելու։ Թքած ունեմ ինչի համար ես եկել։ Համբերությանս հետ խաղալ պետք չի։ Մի կողմ քաշվիր տղա ջան տեսնեմ։ Ինքը արդեն գնում է, պապի։ Նախ հասկանանք ինչի համար է եկել։ Դե որ թորը թողի ներս գամ կիմանաք։ Դու իրոք չես հասկանում ում հետ գործում ես։ Լսի, ես էլ կորցնելու բան չունեմ ու ցանկացած քայլի ընդունակ եմ։ Հանգիստ տղա ջան։ Պարոնին ես ինքս կճանապարհեմ։ Ես շատ լուրջ հարցով եմ եկել։ Ոչինչ լսելու ցանկություն չունեմ։ Հեռացիր։ Ասես ժամանակը կանգ առած լինի։ Պիտի որ արդեն նրանց տանը լինես։ Եթե հունից դուրս չգաս ու համբերատար գտնվես, կկարողանաս նրանց բերանը փողով փակել հունան։ Արադը հանուն մեր տղայի։ Էնպես չանես, որ գնան ոստիկանություն, ու ասեն, որ քեզ էլ տանեն տղայիդ կողքին տնեն։ Սրանք հեր ու տղա պետք է հողի տակ իրար կողք պարկեն։ Զսպի կատաղությունը թոման, մի քիչ էլ կուլտուր։ Քրոջդ վերցրու ու տուն մտեք։ Գնատում մանան։ Բա դուք։ Մանան։ Բա դու։ Ես ստեղ եմ մնում, պապի։ Իսկ ձեր մեծ թորը ոնց է։ Բժիշկները ոնց են գնահատում վիճակը։ Լկտիությանը չափ ու սահման չկա։ Պատկերացնում ես, պապի, եկել հարցնում է, թե մեր դավոն ոնց է։ Մեր դավոն կապակինվի։ Դու լավ կանես քո տղայի մասին մտածես։ Եկեք այս թշնամանքը մի կողմ թողենք։ Ու այս ստեղծված իրավիճակը քննարկենք։ Մենք քո հետ ոչ մի քննարկելու բան չունենք։ Այս դեպքում ես այն մարդն եմ, ով կարա շատ արագ ձեզ օգտակար լինի։ Ու ես առաջարկում եմ իմ վրա վերցնել ձեր թորան բոլոր ծախսերը։ Ու հարկ եղած դեպքում նաև կարանք տանենք արտերկիր։ Նոր խաղ ես սկսում։ Խաղ չկա։ Ուղղակի գիտեմ, որ եղբորդ վիրահատության համար մեծ գումար է պետք։ Պետք է ես կճարեմ։
ու նենց չի, որ եկել էի ֆեդերացիա, որ քեզ տեղյակ պահեն։ Ես ինքս իմ քրտինքով կաշխատեմ այդ փողը։ Քանի տարում։ Կամ ինչ գնով։ Այդ լավ է, որ մտածում ես փող գտնելու մասին։ Բայց վատա, որ դու այդքան չկաս։ Գնաս տեղից Հունան։ Իմ առաջարկը շատ արագ կարա փրկի ձեր թորակյանքը։ Իսկ ինչ ես ուզում դրա փոխարեն։ Պապի, Չէ, ինձ հետաքրքիր է։ Ուզում եմ, որ հետ վերցնեք ձեր բողոքը։ Ես Արցախի ես եկել։ Սա շուկա չի։ ու մեր աղբոր Արունը չի վաճառվում։ Նենց որ այդ լավ առաջարկդ վերցրա ու գնաս տեղից։ Առանց հետ նայելու Հունան։ Սպասիլ է։ Կանգնի ասում եմ։ Լավ չէ սա աղջիկ ջան։ Այլում ես չես տեսես ինչ ես հագել։ Ոչինչ։ Լսել ես վիճակներից կպրծենամ, խոսանք ես լուքիդ պահով։ Լավ ես մամա։ Ես լավ եմ, բայց դու ոնց որ թե չէ։ Նյարդային վիճակ եմ ուտես։ Բարես, բայց ես եմ չէ վիրահատվողը։ Այ խնդիրն էլ էդ է։ Եթե ես լինեի, սենց անհանգիստ չէի լինի։ Վայ, Աստված չանի դու լինեիր։ Իսկ մոտավոր ինչքան է տեղում վահանաձև գեղձի վիրահատությունը։ Դե չեմ կարող ասել, ամեն դեպքում վիրահատությունը մնում է վիրահատություն։ Միջև չբացեն, չտեսնեն ինչ կա, ոչ մեկ չի կարող հստակ ժամ ասել։ Նորից լարվեցի վիրես։ Դու որ լարվում ես, քո լարվածությունը ինձ էլ է փոխանցվում։ Լավ։ Խոստանում եմ, էլ ոչ մի բառ չեմ ասի։ Հանգիստ կսպասեմ, մինչև գան հետևիցդ։ Ու քեզ հանգիստ ես պահում, մինչև վիրահատությունը ավարտվում է։ Կփորձեմ։ Նենց ծարավ եմ։ Երևի այդքան ծարավ չես, ինչքան որ գիտես, որ չի թույլ է տրվում ջուր խմել։ Դրա համար էլ ցանկությունդ մեծ է։ Եկել եմ աղջկա ստանելու։ Լեան իր հորաքրոջ տանն ինչքան կուզի, այդքան էլ կմնա։ Այդ լավ է, որ լեզուդ բացվել է, սկսել ես խոսել, բայց ինձ խանգարում ես։ Մամ, ինչ ես եկել։ Այս ուրիշ տեղ չկար մնալու, պիտի մնայր այստեղ։ Էլի եմ կրկնում, Լեան իր հորաքրոջ տանն է ինա։ Ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում։ Ու հետո մի մոռացի, որ պապայի պատճառով ա, որ ես այստեղ եմ։ Անցի առաջ տուն ենք գնում։ Մի խանգարեք երեխուն, ոչ ժամանակին ինձ եք խանգարում ու շարունակում եք խանգարել ինը։ Հանգիստ թողեք։ Դու կլինի չխառնվես ու հնարավորություն տաս աղջկաս հետ առանձին խոսեմ։ Իսկ ինչ վերաբերում ա քեզ, ես ու Հունանը վաղուց մեր ձեռները լվացել ենք քեզանից։ Քո կյանքի հետ ինչ ուզում ես արա, բայց նայ հետո գլխիդ չտաս։ Մամա, իզուր ուժերդ մի վատնի։ Ես ոչ միտեղ չեմ գալու։ Դու այստեղ չես կարող մնալ։ Ես ու հայրդ ատելով ատում ենք Ավոյին։ Իսկ Ավոն շատ է սիրում Լեային։
Ավոն անգամ քեզ չի սիրում։ Ուզում ես մի բացահայտում անեմ։ Ավոն բացի իրենից ոչ ոքի չի սիրում այս աշխարհում։ Մամ, կարաք ինձ հանգիստ թողեք։ Ես ընդհանրապես ուզում եմ մի քանի օրով հեռու մնամ մեր տանը տիրող այդ բռնությունից։ Քեզ չի հետաքրքրում եղբորդ վիճակը։ Լավ։ Եթե չես ուզում տուն վերադառնալ, մի վերադարձիր։ Բայց գոնե այստեղ մի մնա։ Ինա չես ամաչում։ Մի խառնվի մեր խոսակցությանը։ Հորքուր ջան, Մի պաշտպաներ իմ աղջկան ինձնից։ Եթե ուզում ես գնա Հելենի կամ Նարեի տանը մնա, բայց ոչ այստեղ։ Ազիվ ինձ զսպեցի, որ դրա արունը տանս մեջ չթափեմ։ Ու ինչ կշահեինք դրանից։ Խիղճս հանգիստ կլիներ մանան։ Ու դա էլ երևի կհասկանար, որ մեր պատիվը չի վաճառվում։ Ամեն անգամ դեմքին շպրտում եմ այդ ամեն ինչը, բայց չի հասկանում։ Մտածում է կարա աղբորս արունը առնի։ Դե ինչ ուզում էր մտածեր, թող չհասկանար, փոխարենը մենք մեր աղբոր կյանքը կփրկեինք։ Արելի չեղած ուղեղը թափեց։ Չէ, ես ճիշտ եմ ասում։ Մենք հիմա Դավոյի կյանքը փրկելու համար յուրաքանչյուր հնարավորություն պիտի օգտագործենք։ Բայց ոչ դրա օգնությունը։ Պապի, դու ինչ ես սենց լուռ ու մունջ նստել։ Կարող է համակարծիք ես մանանի հետ։ Չես ենթադրում, որ պապի լռությունը հետս համաձայնության նշան է։ Մի հատ սուս մնա էլի։ Պապի ջան, մի բան ասա, հասկանամ ինչ ես մտածում։ Դավոյի ողջ մնալը հիմա մեզ համար գերխնդիր է։ Այսինքն, պապի։ Այսինքն հանուն գերխնդրի պետք է պատրաստ լինել նույնիսկ սատանայի հետ գործարք կնքելու։ Չեմ ուզում լսեմ, պապի։ Մի ասա տենց բաներ։ Ախր դու միշտ մեզ սովորացրել ես, որ արժանապատվությունից կարևոր բան չկա։ Ցավոք սրտի այսօր գնդակը ոչ մեր դաշտում է, ոչ էլ դաշտն է մերը։ Ինձ մի հատ դառը ու թուն սուրճ էլի։ Ոնց որ լավ չի անցել, հա, հանդիպումը։ Տեսա ես քեզ ինչի լսեցի։ Շատ լարված ես, ինչ են ասել։ Կարող է գնամ ուրիշ տեղ սուրճ խմեմ գամ։ Ունան ինչ ուզում լինի ինքնատիրապետումը չկորցնես։ Հավաքի քեզ։ Հիմա ինչ չհարցնեմ ոնց է անցել։ Ուղղակի իմ վրա զարմանում, թե ես ինչի քեզ լսեցի ու գնացի դրանց տուն։ Շնորհակալություն։ Վիրավորել են։ Այ գրիշո, թե դրանք ով են, ինչ են իրանցից ներկայացնում, որ ես քո պատճառով պետք է գնամ հասնեմ դրանց տուն, մի հատ էլ իմ առաջ դուռ չբացեն, ինձ տնից դուրս հանեն, հետո էլ բերանները աչուձախ շախտան։ Այսինքն գումարից հրաժարվեցին։ Հա։ Աղքատապարտ են, հա, խաղում։ Դե հա դրանք տենց են, պատվի մեռած են։ Բայց խաղակարտին իրենց տղայի կյանքն է։ Պատկերացնում ես։ Իրանց երեխուն կարան զոհ տան, բայց ինձնից փող չվերցնեն։ Այն չենք անելու հունան։ Գրիշոն մեր ապագան է։ Սենց ստացվում է խաչ քաշել մեր ապագայի վրա, մեր տղայի, մեր ապրած կյանքի։ Երբեք։ Ես այդ երբեք թույլ չեմ տա։ Ամեն ինչ կանեմ, բայց դա թույլ չեմ տա։ Մեր երեխեքը մեզ ուսախապարեցին։ Այն ժամանակ, երբ որ Սարգսյաններին թողեցին իրենց կյանք։ Աղջիկդ գնացել ծավալել է քրոջը դու Ավոյի տանը։ Գնացի, որ տուն բերեմ, չեկավ։ Ասում եմ չեմ ուզում ձեզ հետ ապրել։ Վիրավորված է։
Փաստորեն տենց լավ ասում, հա, Ավենստանը։ Ապրես ավը, շատ լավ է։ Այդ տղու վրա գիտես չէ մեղր ա քսած երևի, բոլորին տենց հավաքում է իր շուրջ։ Չեմ կարա ինձ խափեմ։ Հիմա այդքան մեծ փող աշխատել ուղղակի չեմ հասցնի։ Ինչքան էլ ուզեմ։ Ցանկություններս ու հնարավորություններս խիստ տարբերվում են իրարից։ Բարև աղբերս։ Բարև Լեո ջան։ Ո՞նց ես։ Ճիշտն ասած մի քիչ նյարդային եմ։ Ասացի զանգեմ քո հետ խոսամ, ժամանակը անցնի։ Ինչի բան ա եղել։ Մամային են վիրահատում։ Վահանաձև գեղձն են հեռացնում։ Շատ վատ բան ասեցիր։ Չգիտեմ էլ ինչով օգնեմ քեզ։ Ամեն ինչ լավ ա, շնորհակալ եմ։ Ուղղակի ժամանակը ոնց որ կանգնած լիներ։ Ես տեղ շատ ընկերներ ունեմ։ Ուղղակի սիրտս ուզեց որ քեզ զանգեմ։ Ասացի զանգեմ, խոսենք, ամեն իմանամ դուք ոնց եք։ Լավ ես արել աղբերս։ Հենց ա որ ես էլ լավ որի չեմ։ Ինչի՞, պապի առողջականի հետ է կապված։ Չէ, Դավոյի։ Դավիթին ինչ է եղել։ Այն մակունցի լակոտի հետ ընդհարում ունեցա։ Զենքը պահեց վրես, կրակեց պես Դավոյին կպավ։ Գլխին լուրջ վիրավորում ա ստացել։ Ինչ ես խոսում։ Հրաշքով ա ողջ մնացել ով։ Չնայած դեռ պիտի վիրահատություն արվի։ Այդ վիրահատությունից ա կախված աղբորոս կյանքը։ Երբ ա վիրահատությունը Լեո։ Դե երբ որ գումար գտնեմ։ Մեծ փող ա պետք, բայց ժամանակ էլ չկա։ Ինչ կարամ անեմ, աղբերս ինչով կարամ օգնեմ։ Ճիշտ է, մեծ փողեր չունենք, բայց իմացի մեր հնարավորության չափով պատրաստ եմ քեզ օգնեմ։ Շնորհակալ եմ բավ։ Շատ կուզեի հիմա կողքիդ լինեի։ Մի քանի հանդիպում ենք ունեցել, բայց այդ պատահական հանդիպումները անընդհատ ինձ անհանգստություն են պատճառել։ Ես միշտ փորձել եմ բոլորից թաքցնել, բայց հիմա ուզում եմ խոսեմ այդ մասին։ Դու թանկ ես ինձ համար, ու իմ ցանկությունը հիմա մեկն է, որ դու ապրես, ու իմ աղոթքները հիմա մենակ քո համար են հնչում։